Երկրորդ խումբը, որն ազդում է սեռական առողջության վրա, դրանք անպայման պետք է նշեմ հակապսիխոտիկներն են եւ անտիդեպրեսանտները։ Տեսեք, անտիդեպրեսանտներ կան նաև, որ ուժեղացնում են սեռական ֆունկցիան եւ կան անտիդեպրեսանտներ, բայց այդ կեղծ ժամանակավոր ուժեղացումն է եւ շատերը փորձում են, եթե գիտեն դրանց մասին, դա չարաշահել եւ ստանում են շատ բարդ կողմնակի էֆեկտներ, անքնություն, գերգրգռվածություն, այսպես դառնում են դյուրագրգիռ եւ վարքային խնդիրներ է սկսվում շատ։ Բայց հիմնական անտիդեպրեսանտները, որոնք ունեն հատկապես երցիկլիկ անտիդեպրեսանտները, իրենք նվազեցնում են սեռական ֆունկցիան, սեռական ցանկությունը առաջացնում են բացարձակ անտարբերություն, ապաթիա եւ ոչ միայն սեռական կյանքի հանդեպ, այլ ընդհանրապես զուգընկերոջ հանդեպ եւ առօրյա կյանքի մեջ են անտարբեր զուգընկերոջը եւ եթե պետք է հիվանդը խմի այս դեղորայքը եւ կան տենց խնդիրներ, զուգընկերը անպայման պետք է դիմի սեքսապաթոլոգի, որպեսզի նորից դոզաները կարգավորվի։